մրցակից համարում է, այսօր խոստովանես, դուք իրեն համարում եք մրցակից։ Ես բոլորին էլ համարում եմ։ Բոլորին համարում եմ մրցակից։ Այն քաղաքական ուժը, որով որոշեցիք մասնակցել ընտրությունների, սկզբունքով ընտրեցիք, ինչու որոշեցիք հենց կոնկուրսով։ Նախ կոնկուրսի հետևը ոչ մի մարդ չկա։ Կոնկուրսը ազատ է, խիղճը մաքուր է այսօրվա դրությամբ, եւ ես ամենաշատ ազատությունն եմ սիրում եւ հետևները չեմ ուզում, որ որևիցե տարբեր մարդկանց ականջներ ու գլուխներ տեսնեմ։ Լոկ դրա համար կոնկուրսը ազատ է եւ վերջը, որ նայում ես ճիշտ է իր սխալների վրա, վերջը է 75 տարին այսքան բան որ կառուցվել է, նայում ես, որ կոնկուրսի ժամանակահատվածում հսկայական գործ է արված եղել, չես կարող ուրանալ կամ ինչ որ մի բան անել։ Մի խոսքով կոնկուրսը ամենաշատը ես ընդունել եմ, որ իր հետևը մարդ չկա կանգնած, ազատ է կոնկուրսը։ Ձերքերը եւ հետևը, այո։ Պարոն Ղուկասյան, դուք քիչ առաջ նշեցիք, որ ամբողջ պետական ապարատը հիմա ձեր դեմ է աշխատում։ Ինչպես է աշխատում։ Ասեցի, ես արդեն ասեցի։ Ես ասեցի։ Եվ այդ քվեաթերթիկը դուրս բերելու։ Ասեցի։ Ուրեմն կանչում են ազգային անվտանգությունը եւ մնացած կառույցները, Ասնավնոմ ազգային անվտանգությունը կանչում է մարդկանց քաղաքում զգաստացնում են մարդկանց, ասում են պատասխան կտակ, եթե ԿՊ-ին չընտրեցիք, մնացած կառույցները, թակ-թակ կա, տեղերը կա, մարդիկ կան, ասեք։ Այն ցուցակը, որով առաջադրվել եք, ինչ սկզբունքով նորից հավաքեցիք, ովքեր են կրկացել են։ Ովքեր քաղաքում հարկանք ունեն, ում կարելի է վստահել, ով էստեղից այնտեղ չեն վազում, կպահեն ճշմարտությունը, հավատարիմ են, եւ ես իրենց վստահում եմ, այդպիսի մարդկանց եմ ընդգրկել ցուցակի մեջ։ Ասում են ձեր ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր նախկինում պաշտոնների են եղել, հիմա։ Ոչինչ, ինչ անենք, որ ընդհանրապես մի բան եմ ուզում իմանալ, նախկինում որ պաշտոնների են եղել, ուրեմն նշանակում է հանցագործ են։ Ես ինչ կարծրատիպ է։ Մեկը մի բան է սարքում ամբողջ պետությունով հարցում, վայ, մի բան է սարքում, մորտեք, սբանեք, վերացրեք։ Նախկինում բոլորին հերոսներին սարքեցիք ավազակ, բժիշկներին ես չգիտեմ, вообще ընդհանրապես որ ոլորտ եք դուք, ինչ պաշտոնի կամ ինչ տիտղոսի մարդ է պետք, որ այսօրվա դրությամբ դրանք գնահատեն ճիշտ ապրած մարդ։ Ուրեմն մեր հայրերը, մեր բաբերը, մեր բոլորս ավազակ են եղել, քանի ջեպկիրն են ճիշտ պահում իրանց։ Ինը տեխնացու է մասնակցում ընտրություններին, ասում եք իշխանությունը պայքարում է ձեր դեմ, միայն իշխանությունն է, հա, պայքարում ձեր դեմ։ Ինչ տեխնացուներ չկա։ Ձեր դեմ պայքարում է։ Ուրեմն ես ասեցի, չէ, ուրեմն ես այն մարդկանց կընդունեմ ու այն մարդիկ չեն պայքարում իմ դեմ, ովքեր Երևանից չեն ուղղորդվում ու չեն ղեկավարվում։ Ով Երևանից ուղղորդվում է, ղեկավարվում է, այդտեղ խնդիր կա։ Շատ պրովոկացիոն հարցեր ես տալիս, աղջիկ ջան, քանի տարեկան ես։ Ամբողջ կյանքս նմանատիպ կյանքի մեջ եմ եղել, ինչ բաներ ես տալիս։ Հələ սուս մնա, տունցի լավ չես չանել։ Քարոզարշավից առաջ ձեզ բռնման ենթարկեցին։ Այո։ Կասկած ունենալով, որ ունեք զենք, ուզում ենք հասկանալ, ինչու նման քաղաքականությամբ վերաբերվեցիք։ Վախեցնում են, այո, աղջիկ ջան, վախեցնում են։ Ուրեմն այդպես բան էլի sense բոեն անում, բան են անում, էլի, բայց չի ստացվում։ Այսքան ժողովուրդի, որ մարդու հետևից գնա, ո գվախենա։ Ես դրանց կոչ եմ անում։ Նախ հիմա դրանց այդ բերետավորներին, այդ մասկա կրողներին, բաներին կոչ եմ անում։ Ուրեմն նայեք, բասակցունեցին մինչև այսօր Դավաճանի անուն է կրում։ Վեճ Սարգիսը Դավաճանի անունն է կրում, Մերժան Արզրունին Դավաճանի անունն է կրում, եւ եթե դուք Դավաճանին ուզում եք այդպես պաշտպանել ու ուզում եք Արցախը հանձնողին անմեղացնելու բան լինել, չի լինի։ Նախ Աստծո Դադաստանին եք, պատրաստվեք Աստծո Դադաստանին, հետո ընդհանրապես թող այդ բոլորը ինձանից վախենան, որ հանդերձյալ կյանքում ես այնպիսի լավ տեղ կլինեմ, հետո իրանք պդիգնեն ոտքերս, որ ես իրանց համար բարեխոս եմ այնտեղ, թող ինձանից վախենան, իրանք թող ինձանից վախենան, տագը բան չի մնացել, աշխարհի վերջն է, իրանք կոնկրետի թող ինձանից այն կյանքում վախենան, սիգնցի համար թռավ, արդեն գնաց 60 քանի տարեկան է։ Ինչու դուք ներողություն էլի, պարոն Ղուկասյան, ինչու դուք նախկինում հրապարակ օրացեր։ Հրապարակ օրացեր, 100 տարի գրեսիչ վրես։ Երիք չէ չօգնակ, այդքան վրես գրեսիք, երիք չէ չօգնակ։ Դուք կտակ հարց տամ։ Դու շատ ես տարի, չէ։ Այդ տեսեք ինձ է եփավ, ասա։ Աննա, ասա, ես քեզ չեմ լսում, Աննա, հետո կասես։ Ասա։ Ղուկասյան չեն վախենում ընտրվելուց հետո ձերբակալեն։ Ես քեզ մի բան ասեմ, ես ասեցի թող իրանք մտածեն, իրանք վախենան, որովհետև տագը ապրելու էլ բան չի մնացել։ Այդ ձերբակալերն ինչի որ դες վախենում եք։ Ես ասել եմ մի անգամ Պողոս Առաքյալն է ձերբակալվել, Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, այդ ինչ եք դες վախենում ձերբակալվելուց։ Այնտեղ ենքան լավ տղեկ կան, մենք ես որ գնաց այնտեղ ամենալավ ձևով կաբրեմ։ Իշխանի պես կաբրեմ։
Թող իրանք մտածեն որ այնտեղ եկնեն, իրանք ինչ են ապրեն այնտեղ։ Հələ թող մտածեն ինչ են ապրեն այնտեղ։ Գետինները ավլելով, հա, ասա։ Ղուկասյան, այսինքն ԿՊ-ն կվերցնի իշխանությունը։ ԿՊ-ն այստեղ չի վերցնելու, բարձրաձայն ասում եմ, իրանք այստեղ պարտվել են, հիմիկվանից գիտենան։ Ուրեմն հիմիկվանից ասում եմ, եթե հանգարց իրենք ուրիշ բան չանեն, ասեն գիտեք ինչ, այնպեսի սարսափելի բաներ եթե չանեն, միանշանակ իրանք պարտված են եւ իրանք դա տեսնում են, որովհետեւ Աստված ընդմեզ է։ Իսկ եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Դավիթ Մաշկարը։ Պարոն Ղուկասյան, որոշ շեների հարցություններից Հա, հիմա կպատասխանեմ։ որ քաղաքական ուժի գիտեք միավորվելու։ Հիմա հեչ բան չեմ կարող ասել, ընդրությունները ուրեմն կավարտվի, կտեսնեն կոմիչկան ձայն հավաքած կլինի, ով մաքուր է, ով ճիշտ է, ում հետևից նմանատիպ բաներ չկա, անպայման դրանց հետ համագործակցեմ։ Դե ասա։ Ասեմ, եղել է ինչ-որ ժամանակահատված, որ ձեզ արգել են, որպեսզի դուք ընտրությունների մասնակցեք։ Այո, աղջիկ ջան։ Այդ ձեր կառույցով որ ղեկավարում է դրանց տերերը։ Սպասի, տես փոքրիկ Վարդանինն է, իր պապի թասիբն է քաշում։ Կարող եք ավելի լուրջ պատասխանել։ Լուրջ պատասխանեցի, ովքեր որ ձեր հետևը կանգնած են նրանք։ Ուրեմն ոչ ոք չի եղել։ Ձեր նախընտրական ծրագրերից ամենաառաջնային կետը, որ նախանշում եք Ամենաառաջնային կետը, այսօր յուրաքանչյուր գյումրեցու որ հարցնես, կասեն աշխատատեղ։ Համար առաջի աշխատատեղը։ Ուրեմն ես այն գլխից սպասեք մայրիկ, այն ժամանակվանից ես ասել եմ, մշտական։ Նախ 1926 թվականին, երբ որ այստեղ երկրաշարժ եղավ, կոմունիստական կուսակցությունը ստեղծեց տեքստիլ կոմբինատը, որտեղ աշխատում էր 8000 բանվոր։ Դրանից հետև թեթև արդյունաբերությանը զարկ տվեցին եւ այստեղ աշխատում էր 90000 բանվորներ։ Այո, միակ առաջի խնդիրը Գյումրիի աշխատատեղն է։ Բնակարաններից առավել կարևորը դա աշխատատեղերն է, իրանք բոլորը լավ գիտեն, բայց չեն անում, ցավոք սրտի, որովհետև չեն ուզում երկիրը զարգանա։ Հետո այսօր բանակը ամբողջությամբ շուկա է։ Բանակը, եթե շուկա չունեն, բանակը ամբողջությամբ շուկա է։ Թող բանակի այդ զենք զինամթերք ինչի հայը չի արտադրում, այսքան խելք ունենք, այսքան պոտենցիալ ունենք։ Ամբողջ Ամերիկայով, Ռուսաստանի զենքերի մեջ, որտեղ նայում ես հայերի մասնակցությունն է։ Այս մենք չենք կարող զենք արտադրել։ Ինչի չեն անում։ Թուրքերը այսօր Ադրբեջանը ուրեմն գրադ է արտադրում։ Հայը ինչի չի անում, որովհետև գլուխը ղեկավարվում է թուրքերի կողմից։ Վերջացավ։ Էլ բան կա ասելու։ Աշխատատեղերը ինչպես եք ստեղծելու, ինչ Ասեցի, ծրագիրս կա, կդամ կտեսնեք, մինչև այսօր ստեղծել եմ ու նորից ստեղծելու եմ։ Մարդկանց հետաքրքիր է, բայց ձեր հետևողով եք անում։ Իմ հետևը ժողովուրդը եւ Աստվածը։ Դու չես տեսնում։ Հանգիստ եղի։ Հաջողություն։ Ջան։ Ասա։ Ուրեմն ես ասացի քաղաքապետարանի հետ կապված, ուրեմն քաղաքապետարանի աշխատողները աշխատավարձերը բարձրացնում են։ Ձեր հարցերը մեր ուշադրության մեջ են։ Մնաց խաղաղությամբ, հանգիստ, հանգիստ, հայրեն եք խոսում։ Ay, Aslan, Ghassan,